Բարև ձեզ, սարովա թեման է, իմ այսօրվա հյուրը քաղաքագետ Էդգար Առաքելյանն է, բարև ձեզ, պարոն Առաքելյան, պարոն Առաքելյանի երեք հայտնի դարձավ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ավարտելու են բանակցությունները եւ խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման, ճիշտ է, այս լուրը առաջինը հայտնեցին Բաքվից, միաժամանակ Բաքուն այդ ընթացքում հայտարարեց, որ վստահությունը Հայաստանի հանդեպ զրոյական է, պատերազմի վտանգ կա, քանի որ Հայաստանը պատրաստվում է իբր պատերազմի, ինչ է կատարվում եւ ինչ է տեղի ունենում այս հակասական իրադարձությունների ֆոնին։ Տեղի ունեցել հետեւյալը, որ իհարկե Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության եւ հարաբերությունների հաստատման այդ փաստաթղթի բոլոր 17 կետերը։ Սա ես կարծում եմ շատ կարեւոր գործընթացի ավարտ էր եւ բնականաբար մենք գիտենք, որ Ադրբեջանը ունի մաքսիմալիստական ավելի պահանջներ, որոնք փորձում են նաեւ ընթացքում նաեւ հասնել եւ այդ առումով մենք տեսնում ենք նաեւ լրացուցիչ այսպես պահանջներ կամ հայտարարություններ Ադրբեջանի կողմից, որը նաեւ միգուցե միտված է գործընթացը հաստորագրելու որոշակի առումով նաեւ ձգձգել։ Պարոն Առաքելյան, վայրը եւ ժամկետների մասին դեռ խոսակցություն չկա, թե որտեղ կստորագրվի, բայց այդուհամենայնիվ ինչ է փորձում Բաքուն ձգձգել։ Ինչի է սպասում։ Տեսեք, ես արդեն նշեցի, որ մենք կարևոր հանգրվանի ենք եկել, բայց դա չի նշանակում, որ մենք հասել ենք խաղաղության։ Միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ Բաքուն նաև որոշակի այսպես սպասողական դիրքերի մեջ է եւ փորձելու է հասկանալ նաև տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացները։ Մի կողմից նա համաձայնեցրել է փաստաթուղթ եւ կարող ասել, որ այ մենք տեսեք համաձայնության ենք եկել խաղաղության փաստաթղթի շուրջ, մյուս ձեռքով ինքը փորձելու է ավելին ստանալ, քան կա խաղաղության փաստաթղթում եւ այս գործընթացները ես կարծում եմ որոշակի ժամանակ կտևեն, չնայած նաեւ կարծում եմ, որ կապված նաեւ Հայաստանի աշխատանքի հետ, այս նոր իրավության հետ կապված, ես կարծում եմ, որ չի բացառում, որ մենք նաեւ առաջիկայում տեսնենք այդ ժամանակի եւ տեղի մասին հայտարարություն նշված փաստաթղթի ստորագրման առումով իրականության մեջ մենք ուրեմն թևակողում ենք նոր փուլ, հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ այս նոր փուլում մենք ունենք փաստացի համաձայնեցված փաստաթուղթ, որը Հայաստանին լրացուցիչ հնարավորություններ է տալիս միջազգային հարաբերություններում ու արտաքին գործընկերների հետ կոնկրետ փաստարկներով խոսելու համար։ Պարոն Առաքելյան, փաստացի այս բանակցությունները կարելի ասել ընթացան առանց միջնորդների, ամենայն դեպս վերջնական արդյունքը եկավ առանց միջնորդների, թեպետ աշխարհի շատ երկրներ հայտնել են իրենց գոհունակությունը, որ Հայաստան եւ Ադրբեջանը վերջապես հասան մի հանգրվանի, առայժմ լուռ է Ռուսաստանը միայն կարծես թե սա ռիսկեր չի պարունակում իր մեջ, երբ որ չկան միջազգային երաշխիքներ կամ միջնորդներ, այսպես ասած։ Ես չէի նշի, որ ըստ էության միջնորդներ չկային կամ այդ բանակցությունները չէին ընթանում որևէ կողմի կամ աշխարհակաղակական կենտրոնի հովանու ներքո, մենք նախորդ բանակցություններում տեսել ենք Միացյալ Նահանգների ուղիղ եւ անմիջական ներգրավվածությունը եւ դա նշանակում է, որ այո, Միացյալ Նահանգները ներգրաված է եղել, նաեւ ինչ որ առումով Եվրոպական միությունը, բայց այստեղ մենք տեսել ենք ակնհայտ Միացյալ Նահանգների ակտիվ մասնակցությունը առնվազն Բայդենի վարչակարգի ընթացքում, իսկ Դոնալդ Թրամփի վարչակարգի այս ժամանակահատվածում բնականաբար մենք դեռևս պասիվություն ենք տեսնում եւ չենք տեսել այս առումով կոնտակտներ, շփումներ եւ հայտարարություններ, չնայած մենք տեսել ենք Միացյալ Նահանգների պետքարտուղարի եւ Թուրքիայի արտգործնախարարի հեռախոսազրույցը եւ հանդիպումները, որտեղ շեշտվել է Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի ուրեմն արդար կարգավորման մասին հայտարարություններ եւ եթե անկեղծ այս հայտարարությունների ֆոնին ինձ ավելի շատ հետաքրքրում է Միացյալ Նահանգների արձագանքը եւ ես հույս ունեմ, որ մենք առնվազն այսօր կամ վաղը կտեսնենք նաեւ Միացյալ Նահանգների արձագանքը, քանի որ
տեսեք այն ինչ որ տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում խաղաղության հաստատելու դա ամբողջությամբ տեղավորվում է Միացյալ Նահանգների նախագահի հիմնական ուրեմն սկզբունքի մեջ խաղաղություն հաստատելու, աշխարհում խաղաղություն հաստատելու, հասնելու կոնֆլիկտների դադարեցմանը, դա եւ ռուս-ուկրաինականին է վերաբերում եւ բնականաբար Հայաստան-Ադրբեջան եւ եթե օրինակ մենք նախկինում խոսել ենք այդ մասին մենք տեսնում ենք ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու բավականին լուրջ ջանքեր, բայց կարծեք թե այդ կոնֆլիկտը այսպես կարգավորելու կամ կանգնեցնելու երկար ջանքեր կպահանջվեն, իսկ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում մենք փաստացի ունենք արդեն իսկ համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ, որը ցանկության դեպքում, հա, Միացյալ Նահանգների կողմից եւ միջազգային այլ խաղացողների հնարավոր է շատ կարճ ժամանակահատվածում ուրեմն ստորագրել, իսկ ինչ մնում է Ռուսաստանի կողմից արձագանքին, ես կարծում եմ ռուսական կողմից նույնպես արձագանք կլինի, բայց նաեւ կարծում եմ, որ այնուամենայնիվ ռուսական կողմի համար այդքան էլ ցանկալի գործընթաց չէ, քանի որ Ռուսաստանը չէր ցանկանա տարածաշրջանում տեսնել կարգավորված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, քանի որ Ռուսաստանը տարածաշրջանում է գտնվում նաև կամ նախ եւ առաջ այդ կոնֆլիկտի ընձեռած հնարավորության պատճառով։ Պարոն Արաքելյան, տեսեք, մենք պայմանագրի կամ այդ համաձայնագրի տեքստին ծանոթ չենք, թեպետ ընդհանուր կետերի բովանդակությունը հայտնի են եղել, շատ են խոսվել դրա մասին, պարունակող կետերը ռիսկեր պարունակում են մեզ համար։ Տեսեք, մենք ընդհանուր առմամբ գիտենք ինչի մասին է խոսքը, այնտեղ գլխավոր կետերից մեկը դա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում է Ալմատի այդ հռչակագրի հիման վրա, ուժի եւ այդ ուժի սպառնալիքի բացառումն է, մենք գիտենք հատկապես վերջին երկու կետերի մասին, ուրեմն երրորդ երկրների, հա, ուժերի սահմանի հատվածում տեղակայման եւ փոխադարձաբար միջազգային ատյաններից այդ հայցերի հետ կանչման։ Ես կարծում եմ, որ այստեղ մենք պետք է կենտրոնանանք ավելի շատ ռազմավարական, հա, նպատակների վրա եւ ռազմավարական նպատակը կարծում եմ Հայաստանի Հանրապետության համար մաքսիմումը դա խաղաղության հասնելն է, իսկ մինիմումը կոնֆլիկտը պահել սառը կառավարելի վիճակում եւ չտանել ուրեմն կոնֆլիկտի տաքացման փուլին, որը ենթադրում է արդեն ռազմական բախումներ եւ պատերազմ եւ դրա իրականացման համար շատ կարեւոր է նաեւ, այսպես ասենք, պրևենտիվ դիվանագիտության ուրեմն օգտագործումը, այն է փորձել հնարավորինս չեզոքացնել դիմացինի, այսպես ասենք, մտահոգությունները, հա, կոնֆլիկտի հետ կապված եւ ապա լեգիտիմացնել դիմացինի ցանկությունները ուրեմն ռազմական կոնֆլիկտ սանձազերծելու հետ կապված։ Մենք ունենք այս երկու կարևոր խնդիրը, առնվազն հասնել խաղաղության եւ մինիմալ մեր ծրագիրը պահել կոնֆլիկտը կառավարելի սառը վիճակում եւ այսպես պրևենտիվ դիվանագիտության միջոցով փորձել այն կառավարելի դարձնել։ Այս պահի դրությամբ կարծեք թե այդ ուրեմն այսպես խնդիրը կատարվում է եւ հասկանալի է, որ այս ընթացքում նաեւ Ադրբեջանը կփորձի ավելին, ինչպես նշեցի, ավելին ստանալ այս հարաբերություններից, բայց միևնույն ժամանակ մենք այլևս ունենք բանակցված եւ համաձայնեցված փաստաթուղթ, որը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը ուրեմն միջազգային գործընկերների հետ ներկայացնել փաստաթուղթը որպես արդեն իսկ համաձայնեցված եւ ցույց տալ, որ այս հարաբերություններում կառուցողականության ավելի պակաս ուրեմն դրսևորում ունի Ադրբեջանը, քան Հայաստանը, առավել եւս, որ շատ հարցերում միգուցե Հայաստանը ընդառաջ է գնացել Ադրբեջանի այսպես ցանկություններին եւ հանուն խաղաղության համաձայնեցրել է այդ տեքստը։ Իսկ թե դետալային առումով ինչ ուրեմն մանրամասնություններ կան այդ տեքստում, բնականաբար մենք կարող ենք իմանալ, երբ որ այդ տեքստը ամբողջությամբ գաղտնազերծվի եւ հրապարակվի։ Պարոն Արաքելյան, ինչպես եւ սպասվում էր այս հայտարարությունից հետո Հայաստանում կարծիքները կիսվեցին ու այն ուժերը ընդդիմադիր, այսպես կոչված, միանգամից
իրենց մեդիաներով սկսեցին տարածել, որ սա կապիտուլյացիա է վերջնական Հայաստանի պարտությունն է եւ չպետք է ստորագրվի, իշխանությունն էլ հայտարարում է, որ սա չարիքից ամենափոքրագույնն էր, իրոք սա կապիտուլյացիոն փաստաթուղթ է լինելու Հայաստանում։ Տեսեք, նույն այդ ուժերը տարիներ առաջ կապիտուլյացիոն փաստաթուղթ էին համարում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, բայց հիմա այդ նույն ուժերը, երբ որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը խախտել են նոյեմբերի 9-ի փաստաթղթի 8 կետերը եւ մնացել է ընդամենը 1 կետը, հիմա այդ ուժերը Հայաստանից պահանջում են, որպեսզի Հայաստանը վերադառնա այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթի շրջանակներով բանակցություններ վարելու, իսկ այդ փաստաթղթի շրջանակներով կամ հարթակներով բանակցությունը նշանակում է ռուսական հարթակում բանակցություններ վարել։ Պատական չի, որ այդ ուժերը նաև դեմ են հանդես գալիս այս խաղաղության փաստաթղթին, քանի որ ինչպես նշեցի արդեն, այս Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է վերջնականապես Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասի տարածաշրջանից եւ այստեղ այդ ուժերի խնդիրը ոչ թե Հայաստանի շահերն են կամ Հայաստանի երկարատև խաղաղությունն ու զարգացումն է, այլև այդ ուժերի ուրեմն նպատակը Հայաստանին ներքաշելն է կոնֆլիկտի մեջ եւ Ռուսաստանի տարածաշրջանում պահելն է։ Մենք նման մոտեցում տեսել ենք նաև Ռոմի ստատուտի վավերացման գործընթացում, տեսեք այդ ուժերը այն ժամանակ էլի դեմ էին հանդես գալիս, որպեսզի Հայաստանը վավերացներ Ռոմի ստատուտը եւ ուրեմն դա մեկնաբանում են, որ դա ուրեմն Ռուսաստանի նախագահին դեմ ուղղված քայլ է, սակայն այսօր այդ ուժերը այսպես բարձր գոչում են, այ տեսեք Հայաստանը հետ է քաշում իր հայցերը միջազգային դատարաններից կամ միջազգային ատյաններից եւ այդ Ռոմի օրինակ ստատուտի հիմքով չի դիմելու միջազգային դատարան, հա տեսնում եք, որ այստեղ կա այդ մարդկանց հստակ շահը, ռուսական ոչ թե պաշտպանելու Հայաստանի շահը եւ Հայաստանի հերանեկարային զարգացման շահը, այլ իրենք խնդիր ունեն մշտապես այստեղ պաշտպանելու Ռուսաստանի Դաշնության շահը, քանի որ այդ մարդիկ նաև նախկինում եւ ներկայումս էլ բազմիցս բացեբաց հայտարարել են այդ շահերի մասին եւ ցավալիորեն այո մենք տեսնում ենք Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական գործիչներ եւ ուժեր, որոնք չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահը, դա պետքա լինի ուրեմն Հայաստանի հերանեկարով մտահոգված առողջ քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում եւ կարծում եմ, որ այդ գործընթացները ինչ որ ժամանակահատվածում պետքա գնահատական ստանան թե իրավական եւ թե քաղաքական առումներով։ Պարոն Առաքելյան, բանակցությունների ավարտի մասին հայտարարություններից հետո Փաշինյանը ճեպազրույցում հայտարարեց, որ Ադրբեջանին ճանապարհ տալու են, բայց այդ ճանապարհները մնալու են Հայաստանի վերահսկողության տակ։ Սա ինչ-որ առումով կարևոր արձանագրում էր։ Մյուս կողմից արդյոք ռիսկային չէ, որ պահանջ կա երրորդ երկրների ուժեր չտեղակայել սահմանին եւ արդյոք խոսքը կարող է վերաբերել նաեւ Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության։ Տեսեք, կոմունիկացիաների խնդիրը ըստ էության արտացոլված չի կամ ներառված չի խաղաղության փաստաթղթում եւ կոմունիկացիաների հետ կապված մենք գիտենք, որ առանձին գործընթաց է տեղի ունենում եւ այստեղ ընթանում են բանակցություններ։ Իսկ ինչ վերաբերում է սահմանային, տեսեք, երբ որ վարչապետը ասում է մենք ճանապարհ ենք տալու, նորմալ է, կներեք, մենք ճանապարհ ենք տալիս նաև Իրանին, մենք ճանապարհ ենք տալիս Վրաստանին, մենք միջնորդավորված ճանապարհ ենք տալիս այսօր Թուրքիային եւ բնականաբար պատրաստ ենք ճանապարհ տալ Թուրքիային ուղիղ Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու պարագայում եւ հակառակը ակնկալում ենք եւ հակառակը լինելու է նաեւ իրենց պարագայում, որ իրենք էլ ճանապարհ են տալու նույն Թուրքիան ճանապարհ է տալու Հայաստանին, Ադրբեջանը ճանապարհ պետք է տա Հայաստանին եւ այսպես շարունակ, այսինքն այստեղ խնդիրը որն է, ես չեմ հասկանում եւ առավել եւս երբ որ հայկական կողմից հայտարարվում է, որ բոլոր ճանապարհները գտնվելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության եւ լիազորությունների ներքո։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպական դիտորդական առաքելության
ուրեմն խնդրին, ապա այստեղ նույնպես կա որոշակի մանիպուլյացիաներ։ Իմ ընկալմամբ ուրեմն եվրոպական դիտորդական առաքելությունը ոչ թե դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, ինչպես դա մեկնաբանում են շատ ուժեր, այլ օրինակ եվրոպական դիտորդական առաքելությունը կարող է իր մոնիտորինգը իրականացնել ոչ թե հենց բուն սահմանագծի վրա, այլ օրինակ, չգիտեմ, 1-2 կիլոմետր հեռավորության վրա, կամ միգուցե այդ առաքելությունը կիրականացվի կամ զուգահեռ նաև կիրականացվի, չգիտեմ, ինչ-որ դիտողական սարքերի միջոցով եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ կան բազմաթիվ լուծումներ, որոնց կարելի է հասնել, բայց այստեղ ամենակարևորը, եթե կստորագրվի այդ փաստաթուղթը, ապա այդ փաստաթուղթը այլևս միջազգային իրավունքի շրջանակներում կնքված փաստաթուղթ է եւ միջազգային պայմանագիր է եւ բնականաբար այդ միջազգային պայմանագիրը միջազգային հանրության կողմից ավելի մեծ ընկալում ունի եւ լեգիտիմություն մեծ առումով որն է եվրոպական դիտորդական առաքելության նպատակը մենք ունենք կոնֆլիկտ եւ եվրոպական դիտորդական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում է, որպեսզի դիտարկի սահմանները եւ օբյեկտիվ գնահատականների միջոցով ուրեմն կառավարելի դարձնի այդ կոնֆլիկտը թույլ չտալու, որպեսզի կոնֆլիկտը հասնի ուրեմն ռազմական բախումների մակարդակի։ Եվ եթե մենք լուծում ենք կոնֆլիկտը, հա, երկկողմ միջազգային պայմանագրի միջոցով, որտեղ այսպես թե այնպես ներգրաված կլինեն նաև միջազգային շատ կարևոր դերակատարներ, ապա ես կարծում եմ, որ հնարավոր է նաև դիտորդական առաքելության ֆորմատը որոշակի փոփոխություն կրի եւ այն իրականացվի օրինակ ոչ թե սահմանի հենց անմիջական երկայնքով, այլ մի փոքր խորքից կամ այլ ուրեմն մոտեցում ցուցաբերվի։ Պարոն Առաքելյան, երեք եւս մեկ հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ, ավելի շիշտ ոչ թե երեք, այլ օրեր առաջ Փաշինյանի հարցազրույցը թուրքական լրատվամիջոցներին նախ ոնց կմեկնաբանեք, ինչպիսին էին ըստ ձեզ Փաշինյանի ուղերձները Թուրքիայի իշխանություններին։ Տեսեք, Հայաստանի իշխանությունների վերջին տարիների ուղերձների հիմնական մեսեջը հետեւյալն է, որ Հայաստանը ցանկանում է խաղաղություն եւ Հայաստանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, այդ թվում Թուրքիայի առանց նախապայմանների։ Եվ կարծում եմ, սա այս տեսակետը հայտնի է թուրքական իշխանություններին եւ բնականաբար ադրբեջանական իշխանություններին։ Այս լրատվամիջոցների տված հարցազրույցը ինձ համար նաեւ ավելի կարեւոր է թուրքական հասարակությանը հասցվող մեսեջների տեսանկյունից եւ ես հույս ունեմ, որ իսկապես թուրքական այդ լրատվամիջոցները հենց այդպես մեսեջները կհասցնեն թուրքական հասարակությանը, քանի որ որքան էլ ուրեմն տեխնոլոգիական այս տեղեկատվական դարաշրջանում ենք, այնուամենայնիվ նաև թուրքական հասարակությունը իրենց իսկ լրատվամիջոցներից առաջին ձեռքից այդ մեսեջը ստանալու անհրաժեշտություն ունեն, քանի որ այնուամենայնիվ թուրքական հասարակությունը, որքան էլ մենք նշում ենք Էրդողանը ավտորիտար լիդեր է, թուրքական հասարակությունը այնուամենայնիվ ազդեցություն ունի իշխանության որոշումների կայացման վրա եւ այնուամենայնիվ Թուրքիան այսօր, որքան էլ էլի պնդում ենք, որ ավտորիտար իշխանություն է, Թուրքիան այսօր ուրեմն պետություն է, որտեղ ընտրությունների միջոցով կարելի է իշխանություն փոխել։ Եվ հետեւաբար ես կարծում եմ, որ այս մեսեջները հատկապես կարևոր են թուրքական հասարակության համար, քանի որ համոզված եմ թուրքական իշխանությունները տեղեկացված են Հայաստանի իշխանությունների մտադրությունների, ցանկությունների մասին եւ այդ մեսեջները բազմիցս տետատետ ես կարծում եմ վերջին առնվազն 1.5 տարվա ընթացքում այդ շփումներում հայտնվել են թուրքական իշխանություններին։
Պարոն Արաքելյան, Բաքվում ընթանում է մեր հայրենակիցների դատավարությունը, բավական հետաքրքիր պատկեր է ստեղծվել, այնտեղ մենք ունենք գրեթե մոտ 3 տասնյակ պատանդներ, բայց մենակ մեկին է հաջողվում կամ մեկին է թույլատրված հաճախակի ուղերձներ հղել, բավական սուր ուղերձներ, հիմնականում քննադատողական Հայաստանի իշխանություններին, ինչ կա Ռուբեն Վարդանյանի ուղերձների ենթատեքստում այդ։ Տեսեք, ես միտեղ կարդացի, որ այնուամենայնիվ մյուսներին հնարավորություն տրված է խոսելու, բայց չեն օգտվում այդ ուղերձների իրենց հնարավորություններից։ Այստեղ հարցը հետևյալն է, ինչու է Ռուբեն Վարդանյանը օգտվում իր ուղերձի այդ հնարավորություններից այդ պայմաններում եւ ինչու է նման բովանդակության ուղերձներ հրապարակվում։ Տեսեք, Ռուբեն Վարդանյանը իր ուղերձում նշում է, որ իր դեմ ցուցմունք են տվել մի շարք մարդիկ, հա, ովքեր այսօր էլի գտնվում են Ադրբեջանում, բայց միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե իր ուղերձներով տվյալ դեպքում ում դեմ է ցուցմունք տալիս Ռուբեն Վարդանյանը։ Ես չեմ ցանկանա շատ խորը մեկնաբանություն տալ Ռուբեն Վարդանյանի ուղերձներին, ես այդ մասին նախկինում հատկապես երբ որ այսպես մարեց, հա, այդ ընդդիմադիր շարժումը Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ ես փոքր գրառում արել եմ, որ հաջորդ ներքաղաքական, հա, այսպես ընդդիմադիր առաջնորդը կամ ընդդիմադիր շարժումը կարող է գլխավորել Ռուբեն Վարդանյանը, որը ինչ որ պահից կվերադառնա Հայաստան։ Ես մնում եմ իմ այդ կարծիքին, բայց միևնույն ժամանակ ունեմ բազմաթիվ հարցեր ուղղված Ռուբեն Վարդանյանին, որը այս պահին պատեհ չեմ համարում հնչեցնել, հաշվի առնելով իր կարգավիճակը, երբ որ Ռուբեն Վարդանյանը կվերադառնա Հայաստան, կարծում եմ առաջին հարցը, որ մենք իրեն կուղենք, հետևյալն է, այն ինչ որ ինքը հնչեցրել է Բաքվի բանտից, դա իր ազատ տեսակետն է եղել, կարծիքն է եղել, թե իրեն պարտադրել են որ այդ տեսակետը հայտնի, քանի որ մենք կարող ենք նաև նման պատկեր ունենալ, որ իրեն պարտադրել են, որ նման հայտարարություններ անի եւ պատասխանի դրական եւ բացասական լինելու պարագայում նոր մենք կձևակերպենք մեր ամբողջ հարցերը, իսկ գլխավոր հարցը հետեւյալն է, թե օրինակ Ռուբեն ինչ տվեց Արցախին Ռուբեն Վարդանյանի Արցախ մեկնելը, ինչ տվեց Արցախի ժողովրդին Ռուբեն Վարդանյանի Արցախ մեկնելը։ Սա է գլխավոր հարցը նախ եւ առաջ, որ պետքա տրվի Ռուբեն Վարդանյանին ու դրանից բխող մնացած հարցերը այն ամբողջ ներքաղաքական գործընթացում, որ ինքը ներգրավում է ունեցել, ներգրաված է եղել Արցախյան ներքաղաքական գործընթացում եւ որի արդյունքում մենք այսօր ունենք Արցախում այն, ինչ որ ունենք։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ճամբարներում, այսպես ասենք, մեղմ ասած հակասություններ են առաջացել, ամենավերջին բառերով ընդհանուր միմյանց վիրավորում են, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, ով է իրականացրել այս հեղափոխությունը, ինչ չեն կարողանում կիսել այս երկու նախագահան։ Ես կարծում եմ, որ իրենք մշտապես ունեցել են կոնֆլիկտ առնվազն 2007-2008 թվականներից, այդ մասին այս ընթացքում երբեմն խոսվել է, երբեմն չի խոսվել, կամ իրենց թիմի անդամները ուրեմն հանրությունից հեռու մասնավոր զրույցներում խոսել են այդ մասին եւ ես կարծում եմ, որ այսօր արդեն այդ կոնֆլիկտը ավելի հանրայնացվել է, ինչ որ մեկը ինչ որ պահի ավելի հրապարակային հայտարարություն է արել, իսկ մյուսի այսպես նյարդերը չեն դիմացել եւ պատասխանել է, որից սկսվել է այդ ամբողջ գործընթացը։ Սա այն իրավիճակն է, երբ որ պետք է իրենց ասենք, որ կներեք, բայց երկուսդ էլ ճիշտ եք տվյալ պարագայում եւ կարծում եմ հետաքրքիր դիսկուրս է այն առումով, որպեսզի նաեւ հանրությունը հասկանա, թե ինչ ղեկավարների եւ քաղաքական թիմերի հետ գործ ունենք։ Մյուս կողմից նաեւ այս կոնֆլիկտը սրվել է նրանով, որ վերջին 5-6 տարիների նրանց նախաձեռնած ընդդիմադիր շարժումները կամ ընդդիմադիր գործունեությունը հաջողություն չտվեց եւ ում դեմ որ իրենք պայքարում են հիմա շատ ավելի
ամուր են կամ ուժեղ են, քան իրենք որպես ընդդիմություն։ Ես կարծում եմ, որ իրենք պետք է սա ամենից հետևություն անեն, իրաց ամենամեծ խնդիրը, որ իրենք հետևություն չեն անում եւ խորը վերլուծություն անեն, թե ինչու այս ամբողջ տարիների այս ճգնաժամերի ու երբեմն արհավիրքների միջով անցնելով հայ ժողովուրդը էլի կրկին մերժեց իրենց եւ չցանկացավ իրենց տեսնել Հայաստանի քաղաքական իշխանության ղեկին։ Ես կարծում եմ, որ առնվազն իրենց պետքա կողքից խորհուրդ տրվի, որ անեն այդ վերլուծությունը, փորձեն հասկանալ ինչու է հայ ժողովուրդը նման կերպ վարվում իրենց հետ եւ փորձել նաեւ հասկանալ, թե իրենք ինչ են արել հայ ժողովրդին, հա, որ նույնիսկ այս արհավիրքների մեջով անցնելիս նույնիսկ իրենց չի ներում։ Պարոն Առաքելյան, Գյումրիում ավականու ընտրություններ են սպասվում, այնտեղ թեժ ընտրապայքարի մեջ են մտել նաև նախկին նախագահների թիմակիցները կամ համակիրները, այսպես ասենք, հնարավոր է, որ ընդդիմությունը կամ այդ երկու նախագահներին հարող ուժերը ռևանշի հասնեն Գյումրիում։ Ես չեմ կարծում, որ Գյումրիում այդ անձանց քաղաքական ուժերի ներկայացուցիչները լուրջ հաջողություններ կգրանցեն, քանի որ այնտեղ նաև մարդիկ են ներգրաված, որոնց գյումրեցիները ճանաչում են եւ ես ապավինում եմ գյումրեցիների առողջ դատողության եւ իրենց ապագայի նկատմամբ այսպես պատվախնդիր լինելու այդ հանգամանքին եւ ես կարծում եմ, որ գյումրեցիները հետ չեն գնա, քանի որ այն մարդիկ, ովքեր ժամանակին ղեկավարել են Գյումրին, այն քաղաքական ուժերը, նրանք Գյումրին պահել են նվաստացած, նսեմացած վիճակում եւ կարծում եմ գյումրեցիները ունեն այդ արժանապատվությունը, որպեսզի հերթական անգամ մերժեն այդ մարդկանց եւ իրենց հայացքը նետեն դեպի առաջ, այնուամենայնիվ կան ուժեր, որոնք եթե նույնիսկ ներկայիս իշխանություններին չեն ցանկանում ձայն տա, դրա այլ ընտրանքը կա եւ այնուամենայնիվ նրանք ովքեր հույս ունեն, որ գյումրեցիների հիշողությունը կարճ է եւ իրենց այսպես հումորներով, հա, կամ շուլուխներով, հա, այսպես գյումրեցիների ասած, կփորձեն ուրեմն բթացնել գյումրեցիների հիշողությունը, ես կարծում եմ սխալվում են եւ ես համոզմունք ունեմ, որ գյումրեցիները հետ չեն գնա եւ գյումրեցիները իսկապես ընտրություն կկատարեն դեպի առաջ, քանի որ կրկնեմ, գյումրեցիները տեսել են այն արհավիրքը, որը միգուցե շատ ավելի այսպես նաև բարոյական տեսանկյունից ավելի մեծ էր, քան այն ուրեմն արհավիրքը, հա, բնության տարերքը, որ եղավ Գյումրիում, ես համոզմունք ունեմ, որ այո, գյումրեցիները առողջ ընտրություն կկատարեն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սա օրվա թեման էր, զրուցակիցս քաղաքագետ Էդգար Առաքելյանն էր, կհանդիպենք առայժմ։